Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հերթական խմբի հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր, ներկայացրել վերջին տարիներին ձեռք բերված պաշտպանական միջոցները։ Քաղաքացիները երկրի ղեկավարի հետ եղել են պաշտպանական կառույցներում, այնուհետև այցելել Կիրանցի սահմանազատված հատված։ Վարչապետը շեշտել է, որ այցելության առանցքային նպատակը Հայաստանի անվտանգության կառավարության պատկերացումը ներկայացնելն է։ Մենք եկել ենք Կիրանց, որի շուրջ 2024 թվականի Գառնանը կրքեր են բորբոքում, իհարկե ոչ միայն Կիրանց, Ոսկեպար, Բերքաբեր եւ այլն, ուղղակի Կիրանցը ամենահիշվող օրինակն է, բայց եւ ամենավառ օրինակն է, եւ այն ժամանակ շատ խոսվում էր նրա մասին, որ ահա այդ ամեն ինչից հետո Կիրանցում մարդ չի մնալու, բոլորը գնալու են, Կիրանցի դպրոցներ կառուցվում, որ ասում են, որ ոչ մեկ իր երեխուն չի տանելու, Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա է դպրոցը եւ ճիշտ է Այս պատից են կողմ, տեղ կա ընդհուպ մի մետր են կողմ Ադրբեջանն է։ Բայց ես հիմա Հայաստանի վարչապետն եմ, ոչ միայն ինքս եկել ստեղ կանգնել եմ, այլև ձեզ էլ հրավիրել են բարձրաստիճան պաշտոնյաներ են, մարզպետ, համայնքների ղեկավարներ, զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ես եկել եմ ստեղ կանգնացել։ Ու ինչպես տեսնում եք, ոչ զորք կա, ոչ տանկ կա, ոչ հրթիռ կա։ Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացրել, արդյոք անվտանգության առումով մտավախություն չունի։ Ստեղ ընդհանրապես զինվոր չկա, ես ձեզ մի բան ասեմ, ավելին, մեր սահմանապահ ծառայությունն է այս հատվածում, ծառայությունը իրականացնում առանց սաղավարտի, առանց զրահաբաճկոնի, ինքնաձիգների վրա չկան պահունակներ, նույնն էլ Ադրբեջանի կողմից, բայց ես Ադրբեջանին չեմ անդրադառնում։ Բա ի՞նչն է պատճառը։ Որն է դրա պատճառը։ Դրա պատճառը լեգիտիմությունն է, որովհետև ես գիտեմ, որ գտնվում եմ մի տեղում, որտեղ գտնվելու իրավունքը աշխարհում ոչ մեկ, որտեղ գտնվելու մեր իրավունքը աշխարհում ոչ մեկ չի վիճարկում։ Լեգիտիմությունն է, երբ որ ես ասում եմ, որ անվտանգություն ասելիս առաջի տեղը բանակն է, երկրորդ տեղը բանակն է, երրորդ տեղը բանակն է, չորրորդ տեղը բանակն է, հինգերորդ տեղը բանակն է, նշանակում չկա անվտանգություն, որովհետև դու ինչքան էլ ուժեղ բանակ ունենաս Հայաստանի Հանրապետությունում, ցանկացած երկիր կգտնվեն ուրիշ երկիր կամ երկրներ, ովքեր ավելի ուժեղ բանակ ունեն։ Հետևաբար բանակը որպես անվտանգության կոմպոնենտ, եթե առաջինն է պետք է դարձնել երկրորդը, եթե երկրորդն է պետք է դարձնել երրորդը, եթե երրորդն է պետք է դարձնել չորրորդը, այսինքն ինչքան բանակի նշանակությունը հետ է, այնքան երկիրը անվտանգ է։ Հայաստանի անվտանգության առաջին կոմպոնենտը Կիրանցի պատն է, շեշտել է երկրի ղեկավարը, ապա հարց բարձրացրել, երբ չկար այդ պատը, Կիրանցն ավելի անվտանգ էր, թե վտանգավոր։ Իհարկե ավելի վտանգավոր էր։ Բարձ օրինակ վերեմ, սահմանազատումից առաջ Կիրանցում 90 տուն ա եղել, այս պրոցեսներից առաջ։ Այսօր քանի տուն է կառուցվում, իհարկե 16 միլիոնի ծրագրով։ Կառավարության ծրագրով 60 տուն է կառուցվել կամ կառուցվում։ Խնդիրն են չի, կառավարությունն է ֆինանսավորել, բայց մարդն է չէ ապրելու ուտեղ։ Իր երեխեն է չէ ապրելու ուտեղ։ Ինչի՞ մարդ այդ տունը կառուցում։ Լավ, մի մասը թող ասենք բանը լինեն, ծնունդով Կիրանցից լինեն։ Որտեւ ինքը գիտի, որ անվտանգ է, այն ժամանակ որ էս չկար։ Ինքը չէր կառուցում։ Եվ սա անվտանգության ապահովման մեր կոմպոնենտն է։ Եվ մենք էս ուզում ենք, որ մարդիկ սա տեսնեն եւ հասկանան։ Այնուհետև երկրի ղեկավարը խոսել է տարածքում կառուցված դպրոցի մասին։ Ժամանակին ասվում էր, թե մարդիկ իրենց երեխաներին չեն տանելու այնտեղ։ Մի ժամանակ լուր էին տարածում, որ սա իրականում կառավարությունը խափում է, սա դպրոց չի, սա իրականում են գլխից է պլանավորած ա եղել սահմանապահ զորքերի համար է, որտեղ այն ժամանակ մարդիկ Կիրանցի մեր ժողովուրդը ասում էր, մենք մեր երեխեքին չենք տանելու, ասում ենք, լավ ժողովուրդ ջան, մենք չենք կարա ձեզ ստիպենք։ Եթե չեք ուզենա, այս շենքը մենք կտանք սահմանապահին, որտեղ եք ուզում, տեղը ցույց կտաք, այնտեղ դպրոց կկառուցեն։ Հետո 2024 թվականի սեպտեմբերին դպրոցը պատրաստ էր, ես մարզպետին հանձնարարեցի, ասի գիտեք, հավաքվեք, ծնողներին հավաքեք, թող այս ամեն ինչը տեսնեն, ասեն իրանք տանում են երեխեքին, թե չէ, թող իրանք որոշեն։ Եվ որոշում կայացվեց, որ իրանք գնում են։ Որտեղ մարդիկ ծնողները ինչ որ ես ասացի, իրանք որ հարցնես, այս ամեն ինչը չեն բացատրի, լեգիտիմություն, տես գիտահետազոտականի, բայց իրանք տեսնում են եւ զգում են։ Տեսնում են, որ այս միջավայրը անվտանգ է։ Տեսնում են, որ խաղաղությունը բան չի, փուչիկ չի, միֆ չի, խաղաղությունը իրական է։ Նիկոլ Փաշինյանը վերհիշել է 2024-ին Սյունիքի մարզ իր այցի ընթացքում Ճակատենի բնակիչներն իրենից հետաքրքրվում էին, թե երբ է այնտեղ լինելու սահմանազատում։ Շիկա հողում, Ճակատենում, մարդիկ ասում են, բա մեր մոտ երբ է այդ լինելու, մենք էլ ենք ուզում դա։
Եվ սա է շատ կարևոր էական նրբությունը հասկանալու համար, այսպես կոչված, ես դա ճակերտներում եմ դրում, էլիտաների խոսույթը եւ հողի վրա մարդկանց մեջ իրանց կյանքով իրանցը դարել էր էմիսարների տեղ, ով պարապեր գալիս էր գաղափարական առաջնորդությունը, այնքան գնացին եկան այս խեղ ժողովուրդը արդեն մոլորվել էր, չգիտեր ում հավատա, ում չհավատա։ Հիմա բանի կռահումների կարիք չկա, սա իրականությունն է եւ սա իրական Հայաստանն է եւ էդ էլ է կարևոր։ Մենք անդադ ասում ենք իրական Հայաստան, իրական Հայաստան, իրական Հայաստան, ինչ են գալիս իրանց, որպեսզի ցույց տանք, թե իրական Հայաստան ասելով ինչ նկատի ունենք։ Իրական Հայաստանի առաջին կոմպոնենտը լեգիտիմությունը դուք տեսաք։ Հաջորդիվ խմբի անդամները ծանոթացել են Կիրանցի նորակառույց հիմնական դպրոցի պայմաններին։ Ծրագրի նպատակով կառավարությունը հատկացրել էր 737 միլիոն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, գործում է 20 երեխայի համար նախատեսված նախակրթարան։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրական Հայաստանի հաջորդ կարևոր կոմպոնենտը կրթությունն է։ Մեր պայմաններն է, որ այս դպրոցը մենակ երեխեքի համար, դապես համայնքի համար, որովհետև ինչ ամուր ենթակառուցվածք է, որովհետև իրանցը հաճախուտը իրանք նաև ծնողները պետք է հնարավորություն ունենան ստեղծարար գործունեություն, ստեղ կարող են տրեյնինգներ լինել եւ այլն։ Այն շենքը, որը ունի հանդիսությունների սրահ, մարզադահլիճ, դա դպրոց չէ, այլ շենք է, որտեղ դաս է արվում, ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար ցանկացած կառույց, որը մենք անվանում ենք դպրոց, պետք է ունենա հանդիսությունների սրահ, պետք է ունենա մարզադահլիճ, պետք է ունենա մարզական բույն, հեծանիվներ, թենիսի սեղան, գնդակներ։ Վարչապետը ցուցադրել է նաև դպրոցի լաբորատորիան իր սարքավորումներով։ Մեր բոլոր մոդուլային դպրոցներում կա նաև ջերմոցային հատված, ինչպես կարող եք տեսնել, մի տարվա ընթացքում արհեստական խոտածածկը ահագին մաշել է, ինչը լավ է, ինչը շահում խաղում են երեխեքը եւ ոչ միայն երեխեքը, եւ մենք դեմ չենք ամեներին, որ մաշի, որովհետեւ կմաշի, նորը կդնենք։ Գույքը պետք է թարմացվի, գնդակը պետք է թարմացվի, ժամանակ առ ժամանակ պետք է նորոգվի։ Երկրի ղեկավարը քաղաքացիների հետ այցելել է նաև Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որի վերականգնման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Վերականգնման աշխատանքները ամբողջությամբ ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, եւ մենք շատ կարևոր համարեցինք, որ այս նախագիծը Կիրանցում իրականացնենք, որովհետեւ մեզ համար սա քաղաքական վերածննդի, պետական վերածննդի, նաև հոգևոր վերածննդի շատ կարևոր խորհրդանիշ է Կիրանցը մեզ համար։ Եկեղեցու վերականգնման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 55 միլիոն դրամ։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։